Բարի երեկո, հարգելի բարեկամներ, հարգանքներս ձեզ, տեխնիկական մի փոքր խնդիր կա, կարգավորենք և սկսենք մեր այսօրվա ուղիղ եթերը, սիրելի բարեկամներ, խնդրեմ իմ ընկերներից որևէ մեկը հաստատի, որ ձայնս լսվում է, որովհետև մեկ-երկու անգամ եղել է, որ տեխնիկական խնդիր է եղել ձայնի հետ կապված, կխնդրեմ, որ ընկերներիցս մեկը արձագանքի թե արդյոք ձայնը կա թե ոչ ու սկսենք մեր այսօրվա եթերը, սիրելի բարեկամներ։ Բարի երեկո նորից կրկին անգամ, սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, հնարավորության դեպքում կցանկանայի, կխնդրեի, որ տարածեիք այս տեսանյութը, որովհետև այսօր խոսել եմ մեր քաղաքական որոշակի իրողությունների, նրբությունների, նախկին ներկա իշխանությունների գզվռտոցների, ինչպես նաև նախկին իշխանությունների և տիտղոսային ընդդիմության միջև ընկած վեճերի մասին եւ փորձել ենք նաեւ անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական, ներքաղաքական, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Ադրբեջանում պահվող եւ աբսուրդ դատավարության զոհ դարձած մեր ռազմագերիների վերադարձի մասին, բայց ինչպես գիտեք, արդեն երևում է որոշակի թեմաներ եմ ես ընտրել եւ կուզենայի, որ ըստ հերթականության այսօր ձեզ հետ միասին քննարկեինք այսօրվա ուղիղ եթերի պատճառներից մեկն է նաև երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև իսկական միմյանց ոչնչացնելու ու գործընթացն է, բացի այդ նաև տարածությունը, եթե չեմ սխալվում, 3 երրորդ նախագահի Փեսայի Միքայել Մինասյանի ժամանակի հզորագույն եւ ամենազոր տղաներից մեկի կամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գորշ կարդինալի համբավ ունեցող անձի հնարավոր եւ հարաբերական ակտիվության կամ ինչպես ես եմ ձևակերպել հայտնության մասին միաժամանակ փորձել ենք անդրադառնալ այլ հարցերի, քիչ անց դրանց մասին հերթով կանդրադառնամ։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, Միքայել Մինասյանը, հայտնի Միշիկը, 3 հրապարակում էր կատարել, որում ընդ որում հռետորական հարցադրմամբ դիմել էր իր թիմակիցներին կամ աջակիցներին, որ խնդիրը այն չի, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, խնդիրը այն է, թե ով է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, եւ ըստ էության մոտ այնպեսի կարծիք ձևավորվեց իր արտահայտած վերջին մտքով, ասում է կամ տվեք այս հարցի պատասխանը կամ հանդարտվեք։ Ես ակամա հիշեցի Հայտի դասականի այն թևավոր խոսքը, որ ասում էր հանգիստ նստեք տեղներդ, այդ կերպ ասած իմ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Միքայել Մինասյանը մի այսպիսի ենթատեքստով միտք էր հասկացնում էր հասարակությանը, թե մենք ենք վերել Նիկոլին, մենք էլ հեռացնում ենք, դուք հանգիստ նստեք տեղներդ։ Ես կարծում եմ, այս մասին բազմաթիվ անգամներ մենք ունեցել ենք հնարավորություն սիրելի բարեկամներ խոսելու, բայց այնուամենայնիվ եկեք մի հատ հասկանանք, տեսնենք ինչ է կատարվում երկրորդ եւ երրորդ նախագահների ճամբարներում, ինչ է տեղի ունենում, ինչու է հատվում կարմիր գծերը եւ ինչու են այդ քաղաքական թիմերը սկսել միմյանց ոչնչացնելու գործընթացը։ Եվ այս առումով ես ուզում եմ ուղղակիորեն մարդկայնորեն այդ երկու թիմակիցներին եւ այդ երկու ուժերի ներկայացուցիչներին իրենց առաջնորդների հետ միասին ընդհանրապես մեկ բան ասել. հանգիստ, հանդարտ նստեք տեղներդ, ինչպես ասում էր դասականը, դուք երկուստ էլ 100%-անով ճշմարտություն եք ասում։ Երկուստ էլ ճիշտ եք, որովհետեւ այն մեղադրանքները, որոնք այսօր դուք հղում եք մեկը մյուսի հանդեպ, ունեն իրենց օբյեկտիվ հիմքերը, դրանց մեջ բավականին մեծ ճշմարտանման էլեմենտներ կան, բայց այստեղ պետք է հասկանալ մի բան, որն է մեր ժողովրդի շահը, ձեր բախումից, ձեր կոնֆլիկտներից, մեկը մյուսին գզվռտելուց մեր ժողովուրդը ինչ է շահում։ Իրականում, սիրելի բարեկամներ, այս մարդկանց միջև պայքարի արդյունքում բացվում է Պանդորայի արկղը, այս մարդիկ
այնպիսի մեղադրանքներ են միմյանց ուղում, որոնց հիմնական նպատակը հետևյալն է՝ ոչնչացնել մեկը մյուսին, որպեսզի միանձնա ընդդիմադիր դաշտում միանձնա առաջնորդության խնդիր լուծվի։ Հետևաբար տեսանելի ապագայում քաղաքական գործընթացների տրամաբանությունը, առաջիկայում նախատեսվող խորհրդարանական ընտրությունները ուղղակիորեն ստիպել է այս մարդկանց բացել բոլոր փակագծերը եւ հասնել առավելագույնին, այսինքն մեկը մյուսին ոչնչացնելու արդյունքում փորձ է արվում դոմինանտություն հաստատել քաղաքական դաշտում։ Հիմա կյանքը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլուխները կոնկրետ պատմական այս ժամանակահատվածում նույն կաթսայում չեն նետվում եւ հնարավոր չէ տեղադրել եւ իրենք փորձում են մեկը մյուսի, ինչպես ասեցի, ոչնչացնելու արդյունքում հասնել ընդդիմադիր դաշտում բացարձակ առաջնորդության։ Այնուամենայնիվ, սիրելի բարեկամներ, սիրելի հասարակության այն սեգմենտ, որը չի տեսնում Հայաստանի ապագա զարգացումը այս քաղաքական ուժերի զարգացման համատեքստում, սա մեզ համար պետք է հստակ ազդակ լինի առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելիս մենք հասկանանք, թե ինչ ուժերի հաշվեկշիռ է ձևավորվում կամ փորձ արվում ձևավորել, անձամբ իմ կարծիքով, սիրելի բարեկամներ, ես մշտապես ինձ ճանաչողները, ինձ հետ շփված մարդիկ գիտեն, որ անձամբ ինձ համար այս երկու քաղաքական ուժերը իրենց սատելիտ ուժերի հետ միասին սպառված քաղաքական ուժեր են, մրցունակ չենք, ես քիչ հետո ավելի պարզ կխոսեմ այս մասին, եւ որոշակի ազդեցություն չեն կարող ունենալ։ Այլ հարց է, որ նրանց պատկերացումներն ու ախորժակը իսկապես տարբեր են եւ նրանք մտածում են, թե կարող են որոշակի հաջողության հասնել։ Հիմա եթե բացենք փակագծերը այս երկու ուժերի մեղադրանքների եւ փորձենք հասկանալ, թե ի վերջո այս ուժերը ինչի մեջ են մեղադրում միմյանց, ապա ինչ է ստացվում։ Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից հռետորական հարցադրումներ են արվում, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, թե ձեր կարծիքով պետք է Սերժ Սարգսյանը 2018 թվականին կրակեր ժողովրդի վրա, այսինքն փորձում են նաև ենթատեքստով հասկացնել, որ Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 8-ի հետ կապ չի ունեցել, 2008 թվականին ժողովրդի վրա կրակել է Ռոբերտ Քոչարյանը եւ հաջորդ մեղադրանքն են ուղղում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նկատմամբ, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր հարազատները բարեկամները, նույնիսկ ընտանիքի անդամները 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման ընթացքում մասնակցել են այդ հեղափոխական գործընթացներին, այսինքն ի սկզբանե ցանկացել են 2018 թվականին Սերժ Սարգսյանի հեռացմանը։ Այս ով է Նիկոլին բերել այս գործընթացի շրջանակներում, սա այս մեղադրանքն են։ Իսկ Քոչարյանի աջակիցները ուղղակիորեն մատնանշում են, որ Սերժ Սարգսյանի ուղղակի ջանքերի շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության եւ Սերժ Սարգսյանը ամեն ինչ արել է, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Այստեղ կա գրեթե անխոցելի ճշմարտություն, բայց նաև այն մյուս դեպքում կա անխոցելի ճշմարտություն։ Ես միշտ այդ տեսակետն եմ ունեցել նաև, բայց որ այս պայմաններում, երբ որ այս կարգի մեղադրանքներ են մեկը մյուսի հանդեպ ուղղվում, ինձ համար տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, սիրելի բարեկամներ, Սերժ Սարգսյանի եւ նրա աջակիցների արժեվ չեն բարձրացնում հետեւյալ հարցերը կամ հանրության մոտ չեն քննարկում հետեւյալ հարցերը, թե ինչու մարտի 1-ի գործով միայն մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, ինչու ժամանակակից տերմինաբանությամբ Սերժ Սարգսյանը պլստած մարտի 1-ի գործով ականջդ կանչի Նիկոլ Փաշինյանին, դատական համակարգի հետ ոչ մի կապ չունի ու չգիտես, իսկապես չգիտես, Սասո Խաչատրյանը որոշեց, որ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի գործով որևէ առնչություն չունի։ Ինչու Ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանը արդարացվեց կամ նրա մերձավոր ազգակիցներից որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, նրա մերձավոր շրջապատի որևէ իսկական ընկեր պատասխանատվության չենթարկվեց։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները չգիտես ինչու այս հարցերը չեն բարձրացնում։ Եվ ակնհայտ է, սիրելի բարեկամներ, որ նրանք վերջին փամփուշտները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի աջակիցները կամ նրանք ուղղակիորեն անմիջապես իրենք դեռևս միմյանց հանդեպ վերջին փամփուշտները չեն արձակել։ Փաստը նաեւ, որ իրենք միմյանց ոչնչացնելու կոնկրետ ցանկություն ունեն եւ ինչ էլ պայմանավորված է, ինչպես ասեցի, առաջիկա քաղաքական գործընթացներում։ Այո, իրենք փորձում են մեկը մյուսի ոչնչացման հաշվին դոմինանտություն եւ գերազանցություն ապահովել, կհատեն
կարմիր գծեր այդ առումով, եւ այդ առումով ինձ համար մի բան հստակ է։ Եթե մենք ուզում ենք, որ քաղաքական դաշտում ստեղծվի որակապես նոր իրավիճակ, անձամբ իմ ցանկությունն է, որ այս մարդիկ միմյանց նկատմամբ պայքարի արդյունքում երկու ուժերն էլ ոչնչացվեն։ Քաղաքական առումով եմ ես ասում, որովհետև ակնհայտ է ինձ համար, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենակարճ ճանապարհը երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերի ոչնչացումն ու վերացումն է քաղաքական դաշտից։ Ամենակարճ ճանապարհը դրան է, որովհետև այս երկրորդ եւ երրորդ նախագահների գլխավորած քաղաքական ուժերի, նրանց ղեկավարած ուժերի գոյության պայմաններում Նիկոլ Փաշինյանը կյանք ապահովեց, որ այլ ավելի ամրապնդում իր քաղաքական իշխանությունն ու քաղաքական հենարանը։ Հետևաբար կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենակարճ ճանապարհը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական ոչնչացումն է։ Պարզ բանաձև եմ առաջարկում, ովքեր որ ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա քաղաքական դաշտից, իշխանությունից, առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք այս պատե առիթը օգտագործենք հանրությունը քաղաքական դաշտից դուրս մղելու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերին, որովհետեւ շատ լավ կլինի քաղաքական առումով, որ այս երկու ուժերի պայքարը ավարտվի երկուսի ոչնչացմամբ։ Նրանք դուրս գան քաղաքական ասպարեզից, ինչը Փաշինյանին հեռացնելու ուղիղ եւ ամենահեշտ ճանապարհն է, որովհետեւ եթե չլինեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրանց ղեկավարած քաղաքական ուժերը, ես հիմա քիչ անց ավելի հստակ կասեմ, Նիկոլ Փաշինյանը այլևս որևէ գործոնով չի կարող վախեցնել մեր ժողովրդին, այլևս ինքը դեմ հանդիման կմնա հիասթափված ուղղակիորեն այս իշխանությունից հոգնած, զզված ժողովրդի հետ եւ կսկսվի իսկապես հաշիվ տալու ժամանակահատվածը։ Հետևաբար այս առումով ես մի բան եմ ուզում մենք ֆիքսենք, սիրելի բարեկամներ, ես բացառում եմ, որ նորմալ, ազնիվ, թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների միջոցով հնարավոր կլինի, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմերը ստանան մեր ժողովրդի վստահությունը։ Հետևաբար հիմա վերադառնանք Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողների մասին։ Քանի որ այս թեման շատ է արծարծում, ես ուզում եմ ասել հետևյալը, սիրելի հայ ժողովուրդ, եկել է ցած դատելու ժամանակը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին եղել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Բարգավաճ Հայաստանի թեկնածու։ 3 տարի առաջ ես ուղղակի տարբեր հարթակներում մամուլի ասուլիսների, ֆեյսբուքյան գրառումների միջոցով ընդամենը մի բան եմ ասել. Հայաստան դաշինքի 99%-ը եղել է Նիկոլ Գոռացով։ Այսօրվա Հայաստան դաշինքի գնացեք պարլամենտ, բացեք պարլամենտի Հայաստան դաշինքի խմբակցության ցուցակը, կարդացեք, որ կտեսնեք 99%-ը եղել է Նիկոլ Գոռացով։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ այսօր հանդես է գալիս արմատական դիրքերից, եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կոալիցիոն կառավարության մաս, հանդիսացել է մաս։ Նրա կազմում ընդգրկվել են ՀՅԴ-ական նախարարներ, ՀՅԴ-ական մարզպետներ եւ այլն եւ այլն։ Այսինքն Հայաստան դաշինքի այդ սեգմենտը, որը այսօր հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից, եղել է գործող իշխանության հենարանը, հենասյունը, իշխանության բերողը։ Իսկ զուտ արժե համակարգային տեսակետից, քաղաքական, քաղաքագիտական տեսակետից, եթե Ռոբերտ Քոչարյանի անփառունակ իշխանությունը չլիներ, քաղաքական ղեկավարումը չլիներ, եթե Սերժ Սարգսյանի անփառունակ կառավարումը չլիներ, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա եւ այսպես ասած այդ հեղափոխություններ չէր մոգոնվի ու չէր փաթաթվի մեր ժողովրդի վզին։ Հետեւաբար, այս առումով սիրելի բարեկամներ, ուզում եմ, որ հստակ լինի, Հայաստան կրկնում եմ, Հայաստան դաշինքի 99%-ը Նիկոլ Գոռացովն եղել է։ Հաջորդ խմբակցությունը, պատիվ ունեմ, այնտեղ տեսնում եմ ակտիվ մարդիկ են գալիս, երևում մի քանի հոգի։ Հանրապետական կուսակցության տարբեր ռանգի չինովնիկ քաղաքական դեմքեր են հանդես գալի։ Այս մարդիկ մեզ հավատացնում են, որ իշխան Զաքարյանը, Տարոն Մարգարյանը այս իշխանությանը ընդդիմադիր են։ Չի կարելի այսպես անլուրջ վերաբերմունք ցուցաբերել եւ իսկապես հիմարի տեղ դնել մեր ժողովրդին։
Հաջորդը մի քանի անգամ այդ թեմաների մասին խոսել ենք, որ մեր հասարակությունը թյանը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը փորձում են համոզել, որ իրենք ընդդիմադիր գործիչներ են, ընդդիմադիր առաջնորդներ են, որ իրենք պատրաստ են առաջնորդել մեր ժողովրդին եւ հասցնել տրամաբանական ավարտին։ Իդեպ իրենք իրենց գործունեությամբ հիմնավորել են, որ իրենք դասական առումով քաղաքական գործիչներ փողոցային պայքարի որպես մարտիկներ, առաջամարտիկներ արձանագրել են 0 արդյունք։ Հիմա այդ մասին հետո խոսենք։ Հիմա վերադառնանք այս ասպեկտում 3 հարություն առած հայտնի Միշիկին, Միքայել Մինասյանին։ Ընդ որում այդ տղայի նկատմամբ տարիներ շարունակ բավականին խորհրդավոր հայտարարություններ են արվել, այդ ընտանիքը ընդհանրապես շատ հետաքրքիր հետագիծ է ունեցել։ Նրա մի հարազատ եղբայրը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Ինքը գտնվում է հետախուզման մեջ առանձին մի քանի դրվագներով մեղադրվելով ծանր հանցագործության մեջ։ Իր հայրը նույնպես գտնվում է հետախուզման մեջ ու չգիտես ինչու Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի այս գործընթացի շրջանակներում իրենց հաջողվեց դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից։ Իրենք ընդհանրապես կապ չեն ունեցել Նիկոլի հետ, բայց այստեղ ուզում եմ մի քանի հանգամանք մեջ բերել հենց այդ անձնավորության մասին։ Այդ անձնավորությունը մի անձնավորություն է, որ բավականին ինֆորմացված էր։ Արցախյան աղետալի պատերազմի ժամանակ ինքը, եթե չեմ սխալվում, առաջինն էր, որը հրապարակեց նոյեմբերի 9-ի տեքստի բովանդակության մասին հանրությանը տեղեկացրեց։ Այդ անձը բավականին լուրջ դերակատարություն է ունեցել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ավելին որպես իրավահաջորդ կամ թագաժառանգ ինքն էր դիտարկվում, եւ ավելին Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնելու գործընթացում իր դերի ու դերակատարության մասին մամուլը տարիներ շարունակ խոսել է։ Ինքը անմիջապես խոստովանել է, որ տարիներ շարունակ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակ օրաթերթին, այսինքն մարդը պարզ խոստովանել է, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ինքը իսկապես կապ է ունեցել այսօրվա իշխանության առաջնորդի Նիկոլ Փաշինյանի եւ եթե ինչու չէ տարբեր այլ ռանգի քաղաքական պաշտոնատար անձանց հետ։ Բայց այս ամեն ինչում ինձ ընդհանրապես մի կարևոր հանգամանք է անհրաժեշտ իմանալ։ Ես մի քանի տարի առաջ այդ մասին բարձրաձայնել եմ եւ ընդգծել եմ հետեւյալը, թե այնուամենայնիվ որ քաղաքական տրամաբանությամբ էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, այսինքն 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո մինչև դեկտեմբեր ամիսը 6 ամիս Միքայել Մինասյանը շարունակել է հանդիսանալ Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան, այսինքն ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Սա շատ կարևոր հարց է, եւ ես այդ ժամանակ, երբ որ 3 տարի առաջ սիրելի բարեկամներ այդ մասին խոսում էի, հորդորում էի եւ Նիկոլ Փաշինյանին եւ Միքայել Մինասյանին ազնվորեն խոսել այդ մասին։ Ինչ պայմանավորվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Միքայել Մինասյանը, որ այս տղան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շարունակել է 6 ամիս մնալ Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ ըստ էության ներկայացնել Նիկոլ Փաշինյանին եւ ինչ պայմաններ կամ ինչ պայմանավորվածություններ խախտվեցին Նիկոլ Փաշինյանի եւ երբեմնի ամենահզոր գորշ կարդինալի ձեր բերված պայմանավորվածություններում, որ այսօր այդ տղան գտնվում է հետախուզման մեջ։ Հետաբար այս առումով, սիրելի բարեկամներ, երբ որ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները այսօր մեկը մյուսին ոչնչացնում են, բառից բուն իմաստով եւ այնպեսի հարցադրումներ են անում, որոնք ժամանակին մենք կողմից են բարձրացրել իրենց նկատմամբ, տրամաբանական է, ճշմարտացի է շատ դեպքերում եւ կուզենայի, որ ընդամենը ամբողջացնելով այս թեման ասել, որ դուք մեկը մյուսի նկատմամբ նման մեղադրանքներ արձացնելով դուք ճիշտ հետևությունների եք եկել, բայց դրանց արդյունքում տուժվել է Հայաստանի Հանրապետությունը, կործանվել է Արցախի Հանրապետությունը։ Եթե դուք ժամանակին ունենալով այդ բոլոր հնարավորությունները կարողանայիք Արցախի հարցի կարգավորման ավելի արժանապատիվ ու հայանպաստ դիրքերից հանդես գալ, մենք ոչ Արցախը կկործանենք, մենք ոչ Հայաստանում
Սահմանադրական կարգ տապալենք Հայաստանի Հանրապետությունում, որ սահմանադրական հեղաշրջում տեղի կունենար, որ սահմանադրություն կփոփոխվեր, ոչ Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենար ձեր կողմից հեղինակած ու իրականացված հեղափոխությունը, մենք էլ այսօր այսպիսի իրավիճակում չէինք հայտնվի։ Ընդ որում, սիրելի բարեկամներ, երբ որ Սերժ Սարգսյանի թիմակիցները խոսում են այսօրվա իշխանության սխալների կամ Քոչարյանի թիմակիցներին են մեղադրում տարբեր ինչ-որ հարցերի շուրջ, ես ձեզ ասեմ, այդ իշխանության 2018 թվականի իշխանափոխությունը նաև հետևանք էր Սերժ Սարգսյանի տված ու չիրականացված խոստումների, ստախոսության հետևանք էր, իշխանության չկատարած աշխատանքների հետևանքներ, հասարակությանը տարիներ շարունակ խաբելու հետևանքներ, որպեսզի պարզ լինի ձեզ համար, ընդամենը Սերժ Սարգսյանի իշխանության տարիների նրա կողմից մի քանի խոստումների մասին փորձեմ ձեր հիշողությունը թարմացնել։ Սերժ Սարգսյանն էր խոստանում նորատոմակայան կառուցել, Սերժ Սարգսյանն էր խոստանում կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը, Սերժ Սարգսյանը խոստանում էր կառուցել հյուսիս-հարավ ճանապարհը, խոստանում էր Հայաստանի բնակչությունը դարձնել 4 միլիոն, խոստանում էր, որ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է հնարավորություն ունենա ամենամաչելի ձևերով բնակարան ունենալու ավտոմեքենա ձեռք բերելու, խոստանում են 100,000-ավոր աշխատատեղեր, հենց այս չկատարած աշխատանքների, չիրականացված ծրագրերի հետևանքներ նաև ժողովրդի զզվանքը ձեր նկատմամբ։ Եվ հիմա հետին թվով արդարանալ, այս իշխանության ձախողումների ֆոնին հերոս ներկայանալ, քանի կոպեկ արժի, այս իշխանության ֆոնին ցանկացած անձ կարող է ցանկացած քաղաքական ձախողված կերպար, նույնիսկ ինչպիսին դուք եք, կարող է նույնիսկ դրական ընկալվել, հետո եթե այս իշխանությունը տապալվել է, ձախողվել է, ձեր քաղաքական կենսագրությունում մաքրվեցին են բոլոր խութերն ու սխալները, դուք սրբադասվեցիք, դուք լեգալիզացվեցիք, իհարկե, այս իշխանությունը ամեն ինչ արեց այս տարիների ընթացքում, որ դուք մաքրվեիք, որ դուք լեգիտիմացվեիք, դրա մասին այս իշխանությունը ամեն ինչ արել է, դուք չեք էլ պատկերացնում, թե այս իշխանությունը ինչքան է ձեզ օգնել, եւ այնտեղ գինը, որը վճարել է այս իշխանությունը, բայց արդյոք այս իշխանության ձախողումների ֆոնին դուք այսօր վաստակել եք այդ բարոյական իրավունքը հետ վերադառնալու, բացառում եմ ես, ճիշտ հակառակ ինչպես նշեցի, այս իշխանության գոյության հիմնական մեղավորները դուք եք, այս իշխանության գոյության հիմնական շահառուները դուք եք, եւ այս առումով ես մի քանի անգամ ասել եմ, եթե մեր ժողովուրդը այն հատվածը, որը ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարել կամ այսօր վարչապետ է, պետք է ուղղակի շնորհակալություն հայտեն Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մեր երկրի վարչապետն է։ Հետո սա այնքան ակնհայտ է։ Ու հիմա, սիրելի բարեկամներ, այդ հանրության օրակարգ նետված այս հարցի մասին, ովքեր պետք է հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական ընտրությունների միջոցով նոր իշխանություն պետք է ձևավորվի, որ Հայաստանի Հանրապետությունում նոր ընդդիմություն պետք է ձևավորվի, որ Հայաստանի Հանրապետությունում խաղի կանոնները պետք է փոխվեն, որ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունների արդյունավետ կառավարման փիլիսոփայությունը պետք է փոխվի, դրանում ոչ մի խոսք չկա։ Երիցս համոզված եմ, որ այս իշխանությունը սպառվել է եւ բարոյապես եւ վարկանիշի տեսանկյունից եւ կառավարման անարդյունավետությունից ելնելով եւ տարիներ շարունակ մեր երկիրը այսպեսի կռախի առաջ կանգնեցնելու առումով, հետաբար այստեղ քննարկելու բան չկա։ Այստեղ հարցերի հարցը հետեւյալն է. ով պետք է հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ ես տեսնում եմ այդ հարցի լեգիտիմությունը։ Հիմա եկեք վերլուծենք, թե ով կարող է հեռացնել եւ որ ուժերը կարող են հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ որ ուժերը պետք է մասնակից դառնան, համախմբվեն այս գաղափարի իրագործման համար։ Իհարկե քաղաքական ծրագիր անհրաժեշտ է լինելու եւ դրա մասին մենք ժամանակը կխոսենք, սիրելի բարեկամներ, բայց վերջի շրջանում, վերջի 2-3 տարիների ընթացքում որոշ քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, քաղաքական անհատներ տեսակետներ են արտահայտում, որ անհրաժեշտ է ստեղծել համակարգեր, քաղաքական համակարգեր կամ համախմբվել այս կամ այն գաղափարի շուրջ քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար։ Առաջին հայացքից անխոցելի գաղափար է, սակայն ունի իր խոցելի կետը։
Հաշվարկված չէ այս հարցում, հաշվարկված չէ մեր ազգային առանձնահատկությունը, նման տեսակետը առաջին պլան մղելու համար։ Ինձ համար այն ամբողջությամբ ընդունելի կլիներ, սիրելի բարեկամներ, եթե մեր ժողովուրդը ունենար պետականաշինության մնայուն արժեքավոր ավանդույթներ։ Ցավոք սրտի, ուզում եմ ձեզ հետ անկեղծ լինել, Հայաստանի Հանրապետության հիմնադրումից ի վեր 1991 թվականից ի վեր Հայաստանում բոլորովին այլ կերպ դասավորվեց քաղաքական կյանքը, քաղաքական իշխանության գործունեությունը, իշխանության գալու գործընթացը, քաղաքական պայքարի տրամաբանությունը բոլորովին այլ կերպ դրսևորվեց։ Սկսած 91 թվականից եկեք անկեղծ լինենք, մեր ժողովուրդը մշտապես գնացել է օրվա հերոսի հետևից, խարիզմատիկ առաջնորդի հետևից, ստորադասելով գաղափարներն ու սկզբունքները, աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ու համակարգաստեղծ գործունեության անհրաժեշտությունը։ Եկեք պարզ հաշվարկենք, սիրելի բարեկամներ, 1991 թվականի խարիզմատիկ առաջնորդ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, 96 թվականի նախագահական ընտրություններին ֆավորիտ էր Վազգեն Մանուկյանը, 1998 թվականին անվիճելի առաջնորդ էր Կարեն Դեմիրճյանը, իսկ 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանը, 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդդիմադիր ամբողջ հատվածը ծանրակշիռ համախմբվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը։ 2013 թվականին Ռաֆի Հովհաննիսյանը ստացավ ամենաշատ ընդդիմադիր ձայները, սակայն էլի ապարդյուն։ 2018 թվականին, սիրելի բարեկամներ, մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կամ նրա շուրջ ձևավորվեց համաժողովրդական այդ շարժումը Սերժին մերժելու օպերացիան։ 2021 թվականին թեև չկար միասնական ընդդիմադիր հատված, բայց ակնհայտ է, որ ժողովրդի հիմնական ընդդիմադիր հատվածի հիմնական սեգմենտը համախմբվել էր Ռոբերտ Քոչարյանի շուրջը կամ նրան տվեց ձայները։ Հիմա անկախ այն հանգամանքից, թե նշված անձանցից ում է հաջողվել հասնել հաջողության, սիրելի բարեկամներ, այնուամենայնիվ պատկերը շատ պարզ է։ Մեր ժողովուրդը գնացել է անհատի հետևից։ Եվ սա փաստ է։ Եվ ոչ գաղափարի, ոչ սկզբունքի, ոչ էլ քաղաքական ծրագրի։ Իհարկե, ես չեմ ասում, որ քաղաքական ծրագիր պետք չէ։ Քաղաքական ծրագիր է պետք, քաղաքական հայացքներ են պետք, սկզբունքներ են պետք, այս սկզբունքները պետք չի խախտել, այնուամենայնիվ ծրագրերը երբեք չեն բերվել առաջին պլան։ Մեր ժողովրդին ամենից շատ հետաքրքրել է թե ով է այն առաջնորդը, որին նա ձայն կտա ու կգնա։ Հիմա, սիրելի բարեկամներ, պարզ խոսում եմ ձեզ հետ։ Եվ ես կխնդրեմ, որ այս տեսանյութը հենց այս առումով տարածեք որքան հնարավոր է շատ։ Պարզ հարց եմ տալիս։ Մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Ցանկանում ենք հաղթել Նիկոլին ու հեռացնել նրան։ Բանաձևը շատ պարզ է, անկախ նրանից ճիշտ է թե սխալ է։ Պետք է գտնել այս մեկ տարվա ընթացքում, այս ժամանակահատվածում պետք է գտնել Նիկոլին իրապես հաղթող ու հնարավորինս անխոցելի թեկնածու ու համախմբվել նրա շուրջ։ Այս դեպքում ես վստահ եմ, ժողովուրդը կգնա այդ անհատի հետևից ու իրապես հնարավորություն կստեղծվի հաղթել Նիկոլին։ Կրկնում եմ, հարցը շատ պարզ է, բանաձևը շատ պարզ է, անկախ նրանից ճիշտ է թե սխալ է։ Պետք է գտնել Նիկոլին իրապես հաղթող ու հնարավորինս անխոցելի թեկնածու, համախմբվել նրա շուրջ, որպեսզի պատրաստվենք խորհրդարանական ընտրություններին։ Ես վստահ եմ, այդպիսի կոնսոլիդացիայի դեպքում մեր ժողովուրդը միահամուռ իր ձայնը տալու է այդ նոր ձևավորված քաղաքական թիմին եւ պարտության է մատելու Նիկոլ Փաշինյանին։ Հիմա այս համատեքստում, սիրելի բարեկամներ, ուզում եմ ձեզ հետ առավել բաց կիսվել ու խոսքս ուղղում եմ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներին։ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին։ Սերժը կամ նրա տեղապահը, անկախ նրանից ով կլինի, թող դա լինի Արմեն Աշոտյանը, կարող են հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Կյանքը ապացուցել է, որ ճիշտ հակառակն է եղել։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, 21 թվականին ճիշտ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել։ Հաջորդը Քոչարյանը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ 2021 թվականին, վերջի տարիներին նրանց գործունեությունը, 3 տարի քաղաքական դաշտից Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը,
նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը եւ նրա նկատմամբ հանրության մեծ մասի ընկալումը, սիրելի բարեկամներ, տալիս է այդ հարցի պատասխանը, որ այս մարդիկ չեն կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ ճիշտ հակառակը, իրենք չեն էլ գիտակցում, լսեք, դուք չեք էլ գիտակցում, որ նույնիսկ այս ձեր իրար գզվրտոցի արդյունքում էլ դուք սրանով էլ եք օգնում Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ դուք գզվրտում եք, զբաղեցնելով ընդդիմադիր սեգմենտը դաշտը, դուք դրանով թուլացնելով, ոչնչացնելով ընդդիմադիր հատվածը ամբողջությամբ, ձեր մասին չի խոսքը, ընդդիմադիր հատվածի ամբողջ փիլիսոփայությունն եմ նկատի ունենում։ Դուք ուժեղացնում եք իշխանությանը։ Դուք ավելի եք ամրապնդում գործող իշխանության դիրքերը։ Հետևաբար, ձեր գզվրտոցից Նիկոլն ավելի է օգտվում։ Դուք անգամ այս պայմաններում եք օգնում նրան, հենց այս ձևել եք օգնում նրան։ Հետևաբար ձեր փրկությունը, նաև մեր ժողովրդի փրկությունը ձեր հեռանալու մեջ է։ Հիմա ամենապարզ հարցը, սիրելի ժողովուրդ, պարզ հարց եմ տալիս։ Խնդրում եմ, որ դուք յուրաքանչյուրս վերլուծեք ու հնարավորության սահմաններում տարածեք։ Հենց այս հարցի պատասխանը փորձեք գտնել ձեր շրջապատում։ Ում եք տեսնում այն անհատին, ով կարող է հաղթել Նիկոլին։ Եվ ամենակարևորը ինչ հատկանիշներ պետք է ունենա այդ անհատը։ Սիրելի բարեկամներ, ցավոք եմ ասում, մնացածը այս ծրագրի շուրջ այս գաղափարը քննարկենք։ Իհարկե դրանք շատ կարևորներ են, կարևոր բաներ են, քաղաքական ծրագրի շատ կարևոր բան է, բայց դրանք գեղեցիկ փաթեթավորված ինքնախապեյություն է։ Ես ամեն ինչ կտայի, որ հասարակության ներսում տեղի ունենար գաղափարների ու քաղաքական ծրագրերի շուրջ համախմբում, բայց իրական կյանքը բոլորովին այլ նրբերանգ ունի, սիրելի բարեկամներ։ Սա չի նշանակում, կրկնում եմ, որ քաղաքական ծրագիր ու գաղափար պետք չէ։ Աստվածս այն է, որ այդ նշված ծրագիրն ու գաղափարը մարմնավորող խարիզմատիկ առաջնորդի ընդգծումն է հիմա առավել քան հրամայական։ Հետևաբար այս առումով, սիրելի բարեկամներ, կրկնում եմ, մեզ շատ ժամանակ չի մնացել։ Մեզ անհրաժեշտ է համախմբվել, գտնել, հանգել կոնսենսուսի, այնպիսի առաջնորդի, այնպիսի հատկանիշներ ունեցող առաջնորդի շուրջ, որը կարող է հնարավորինս անխոցելի լինելով իրական պայքար մղել այս իշխանության դեմ ու գնալ 2026 թվականին հաղթելու վճռականությամբ։ Ես հավատում եմ այդ գաղափարին, որովհետև ոչ մի իշխանություն հավերժ չէ, այս իշխանությունն էլ հավերժ չէ եւ մի օր նրանք պարտություն են կրելու։ Իմ ցանկությունն է, որ այս իշխանությունից հեռանա օրինական ընտրությունների միջոցով, ազնիվ արդար թափանցիկ ընտրությունների միջոցով, եւ մենք վաղ թե ուշ դրան գալու ենք։ Հակառակ դեպքում մենք լրջագույն խնդիրներ կստեղծենք մեր երկրի համար, եթե փորձավի իշխանությունը զավթել կամ կարճել այդ իշխանությունից կամ փորձել բռնի մեթոդներով պահել իշխանությունը։ Սրա մասին մի քանի անգամ խոսել ենք, ելի կխոսենք։ Հիմա սահմանափակվեմ այս թեմայով եւ ասենք հաջորդ թեմային։ Սիրելի բարեկամներ, չգիտեք ինչու Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում Ադրբեջանի հետ խոսում է գրավոր տեքստով, շատ վերջերս մի քանի օր առաջ հրապարակվեց նրա կարծեք թե երկրորդ հոդվածը, որը վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, եթե ամբողջացնեմ այդ հոդվածի էությունը, հետեւյալն է, ասում է Ադրբեջանը որևէ խնդիր չունի, Հայաստանի բոլոր կոմունիկացիաները բաց են Ադրբեջանի համար, ուզում եք հյուսիսից մտեք, ուզում եք հարավից մտեք, ուզում եք արևելքից եկեք, ուզում եք արևմուտքից եկեք, ինչ ուզում եք արեք, ասում է։ Այս մարդը ինչ ասում, ասում է որևէ խնդիր դուք չունեք, ասում է։ Ինչ մենք բոլոր կոմունիկացիաները կարող ենք ստեղծել ձեզ համար, Նախիջևան ինքնավար հանրապետություն գնալու, ընդեղից Ադրբեջան գնալու համար։ Հետաբար ինքը իրեն զարմացած հարց է տալիս, ասում է։ Նույնիսկ մենք այս ենք առաջարկում ու տարօրինակ է, որ Ադրբեջանը համաձայն չի։ Այս մարդու համար իսկապես ծիծաղելի է, անկեղծ եմ ասում, էլի։ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Ադրբեջանի համար մենակ կոմունիկացիաներն են դարձել պատճառ, որ Ադրբեջանը խուսափում է կամ հրաժարվում է կամ ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Սիրելի բարեկամներ, 100 անգամ անդրադարձել ենք այդ հարցին, 100 անգամ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող ցույց տալ, որ Ադրբեջանը իր ռազմավարական ծրագրերից գեթ մեկից հրաժարվել է։ Երեք էլ Անկարայում Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ
Նա խոսել է Զանգեզուրի մասին։ Ենթատեքստերը պարզ են։ Ադրբեջանը, սիրելի բարեկամներ, մեզ հետ խոսում է ուժի լեզվով։ Վերջերս Թրամփի եւ Զելենսկու հայտնի հանդիպման ժամանակ արտահայտված որոշ մտքեր ինձ եւս բերեց մեկ անգամ այն համոզմանը, որ ուժային գործոնը արդի աշխարհակարգում հարցերը լուծելու ամենալեգիտիմ գործիքն է։ Ես չհասկանալ այս պարզ իրողությունը նշանակում է երկիրը ղեկավարել արկածախնդրությամբ, դիլետանտի մակարդակով, փորձել հասկանալ ու այդ հասկացածը չռեալիզացնել իրական օբյեկտիվ իրականությունը։ Ուղղակի ինձ համար անհասկանալի է այս դեպքում ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը։ Ես հասկացել եմ ինչ խնդիր է լուծում։ Նա խաղաղության գաղափարը վաճառում է մեր ժողովրդի վրա։ Նա փորձում է վերարտադրվել եւ խաղաղության այդ բացարձակ այդ թանկ գաղափարը փորձում է մեր ժողովրդին վրա ծախել, ստանալով, փորձելով ստանալ, ակնկալել եւս մեկ ժամկետով վերընտրվելու շանս։ Բայց ինչի համար։ Նախ, եթե անգամ դուք բոլոր դարպասները բացեք Ադրբեջանի առաջ, Ադրբեջանը ձեր հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու։ Շատ պարզ պատճառաբանությամբ նա չի լուծել իր բոլոր խնդիրները, եւ նա ձեզանից ուզում է ավելին, նա ամեն ինչ է ուզում։ Հակառակ դեպքում, ել ինչ պետք է տրվել Ադրբեջանին, որ չի տրվել։ Եվ երկրորդը, քանի անգամ կարելի ասել, որ իրական խաղաղության համար անհրաժեշտ է ուժերի հաշվեկշիռը վերականգնել։ Դուք ասում եք, որ էսկալացիոն առիթ է հանդիսանում այս կոմունիկացիաների հարցը։ Լսեք, նույնիսկ կրկնում եմ, ինչպես բացատրեմ ձեզ, նույնիսկ եթե դուք բոլոր խաղաքարտերը տաք Ադրբեջանին, հանձնեք ձեր արսենալում գտնվող, եթե նրա մտքին խաղաղություն չլինի, նա նոր պահանջներ է ծնելու, առաջ քաշելու, ներկայացնելու, որտեղ նրա նպատակը խաղաղությունը չէ։ Ուզում եք իրական խաղաղություն հաստատեք։ Իրական խաղաղության համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարում իրականացնել։ Անհրաժեշտ է իսկապես մարտունակ բանակ ձևավորել, իսկապես որակապես նոր պաշտպանական համակարգ ստեղծել, իսկապես պետքա խոսույթը փոխել Ադրբեջանի հետ։ Եվ ի դեպ, այս առումով, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ թեկուզ ընդունեք, որ սա սենտիմենտալ է, պաթետիկ է, հայրենիքը պետք է պաշտպանել արտաքին ռազմական ագրեսիայից, ուրիշ տարբերակ չկա։ Աշխարհի որևէ պետություն, եթե իհարկե չի ուզում իրական կապիտուլյացիայի ենթարկվել ու երկիրը հանձնել թշնամուն, պետք է պաշտպանվի։ Ամեն ինչ թշնամուն հանձնելով, բոլոր խաղակարգերը թշնամուն հանձնելով դուք խաղաղություն չեք ստանալու, Նիկոլ, չեք ստանալու։ Ալիևը խաղաղության ձեռք չի մեկնել լու ձեզ։ Այն էլ իր վերջի քայլերը մեր ռազմագերիների նման ստորացնելու, նվաստացնելու միջոցով, Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու, Հայաստանը արևմտյան Ադրբեջան հորջորջելու, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ նկրտումներ դրսևորելու տեսանկյունից, Հայաստանի դեմ հնարավոր ռեպարացիաներ ներկայացնելու նպատակի իրագործման պատրաստվելու համատեքստում մոռացեք, որ Ալիևը ձեր հետ իրական խաղաղության պայմանագիր է ցանկանում կնքել։ Հիմա սենտիմենտալ հայտարարություններով ես հասկանում եմ, որ հայրենիք չեն պաշտպանում։ Հայաստանը որևէ նահանջի իրավունք չունի։ Այդ սենտիմենտալ հայտարարությունները ձեզ են վերաբերվում ի դեպ։ Իրական Հայաստան, չգիտեմ ինչ Հայաստան ուզում եք ասեք։ Իրական Հայաստանը արդյունավետ կառավարում է ենթադրում։ Դուք չեք ապահովում Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ կառավարում։ Եթե արդյունավետ կառավարում լիներ, խաղաղության գործընթացը, խաղաղության օրակարգը դուք չէիք տապալի ամբողջովին։ Ինչ եղավ այդ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, այսինքն այդ 10 կիլոմետրն էր, հա, ավարտեցիք ու վերջ, չկա, այսինքն եթե տարեկան 10 կիլոմետր դուք պետք է սահմանազատեք, քանի տարի է պետք լինելու Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանազատումը իրականացնելու համար։ Մեր երկրում, սիրելի բարեկամներ, այսօր ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառներից մեկն էլ նա է, ես անկեղծ եմ ուզում ասել, որ անցած տարիներին արդարության ճգնաժամը չհաղթահարվեց մեր երկրում։ Մենք մնացինք նույն անարդարության ճաճի մեջ ու այսօր խաղում ենք նրա պտուղները։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես որպես քիչ թե շատ մտահոգ եւ քիչ թե շատ ծանոթ մեր երկրի խնդիրներին, ես գտնում եմ հետեւյալը. մինչև 10 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք
գումար է անհրաժեշտ բանակը վերազինելու համար։ Ընդ որում բանակ ասելով ես խորապես համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ է նախ գտնել այնպիսի մոդել, որի հիման վրա մեր բանակը պետք է կառուցվի։ Ուզում եք նատոյական բանակների մոդել բերեք, ուզում եք ոչ նատոյական բանակների մոդել բերեք, մեր բանակի վերականգնում է անհրաժեշտ։ Ես ասում եմ, այդ գումարը պետք է ոչ թե զենք գնենք ու հարձակվենք Ադրբեջանի վրա, այլ այդ գումարը մեզ պետք է, որպեսզի մենք այնպիսի բանակ ու պաշտպանական համակարգ կառուցենք, որ Ադրբեջանը չհամարձակվի հարձակվել մեզ վրա։ Միայն այդ դեպքում է հնարավոր ուժերի այնպիսի հաշվեկշիռ ձևավորել, որ Ադրբեջանը պարզապես չհամարձակվի, նույնիսկ նրան տնտեսական առումով ձեռնտու չլինի հարձակվել Հայաստանի վրա։ Հիմա մեզ պետք է այդ կայուն ու շատ պինդ բանակը, որպեսզի պայմաններում կամ արտաքին ագրեսիայի դեպքում հասարակության մեջ գրեթե 100%-անոց լիարժեք համերաշխության մթնոլորտ ձևավորվի։ Եթե ուզում ենք, սիրելի բարեկամներ, եթե մենք իսկապես ուզում ենք հայրենիք ու պետություն ունենալ, ուրեմն հայ ժողովրդի հարուստները, մեծ ու փոքր, Հայաստանում կլինեն, Հայաստանից դուրս կլինեն, նախագահից սկսած մինչև շարքային, ներկա ու նախկին, խելոք ու չգիտեմ, սուս ու փուս Հայաստանին պետքա Հայաստանի բյուջե պետքա $10 միլիարդ գումար ներդրվի, ներարկվի, որպեսզի հնարավոր լինի նման պաշտպանական համակարգ ձևավորելու համար։ Ընդ որում ես մի քանի անգամ ասել եմ, հիմա նորից ասում եմ, մեր հայ առաքելական եկեղեցին էլ պետքա մասնակից դառնա հայրենիքի պաշտպանության գործին։ Ժամանակն է նաև, որ հայոց եկեղեցու որոշակի ունեցվածք ի նպաստ դրվի մեր բանակի, մեր պետության ամրապնդմանը։ Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ հայ առաքելական եկեղեցին երբևէ մասնակից չի եղել կամ իր ներդրումը չի ունեցել, իսեր ասու քավլիցի, ճիշտ հակառակը, բայց արդի ժամանակահատվածում ես գտնում եմ, որ եկեղեցու ունեցվածքը, եկեղեցու ռեսուրսներն ու ներուժը պետք է ծառայեցվի Հայաստանի Հանրապետության վերականգնմանը, Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը։ Ես ասում եմ, եկեք լուրջ վերաբերվենք այս խնդրին, սիրելի բարեկամներ։ 7 տարին բավարար էր, որպեսզի այս իշխանությունը, որը ամբողջովին սպառեց մեր հասարակության վստահությունը, Հայաստանից թալանված գումարները վերադարձվեին եւ դրանով հնարավոր լիներ ահագին գործ անել, պետության արդյունավետությունը բարձրացնել, կառուցել իսկապես արդյունավետ պետություն։ 7 տարի մսխվեց, 7 տարի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խլեց մեր ժողովրդից, մեր պետությունից։ Չգիտեմ, քանի տարի է պետք լինելու մեր պետությունը վերականգնելու համար, այս 7 տարիների ընթացքում կորցրածը վերականգնելու համար, չգիտեմ, նույնիսկ երբեմն այնպիսի կորուստներ ունենք, որոնք անդառնալի են։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, մենք քիչ ժամանակ ունենք։ Ալիևը չի սահմանափակվել Արցախը կլանելով, Արցախահայությանը էթնիկ զտման ենթարկելով, ովքեր որ մոռանում են այս ամեն ինչի մասին, ես չեմ ուզում վախեցնել, իսեր Աստծո։ Ես խաղաղացել մարդ եմ, ես ուզում եմ, որ իմ հայրենիքը ապրի խաղաղ, ավելին ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է անել առաջիկա 30-ից 50 տարիներին եւ միշտ, եթե հնարավոր է, խաղաղության մեջ ապրելու, որպեսզի մենք կարողանանք ծնկած տեղից ոտքի կանգնենք, բայց որպեսզի մենք խաղաղ ապրենք, մենք պետք է ուժեղ լինենք։ Քանի չունենք այդ զգացողությունը, մեր վրա գալու է, Ալիևը գալու է, Ալիևի դեմը պետք է կանգնեցնել, այնպիսի տպավորություն է, սիրելի բարեկամներ, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահները, այլ անձինք են այսօր պատանտում գերի Ալիևի ձեռքին, այլ այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, կարծես ամբողջ Հայաստանը, մենք ամբողջ ժողովրդով ենք դարձել Ալիևի ձեռքին պատանտ։ Գործող իշխանության վարած քաղաքականությունը ինձ գիտեք ինչ է հիշեցնում։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը վարում է Ալիևին չջղայնացնելու քաղաքականություն, հանկարծ Ալիևը չջղայնանա։ Այսպես պետություն չեն կառավարում, այսպես պետություն չեն ղեկավարում, այսպես տանում են ոչ մի տեղ, ինչպես տանում եք դուք ոչ մի տեղ։ Այս անորոշությունը մի օր մեր լրջագույն խնդրի առաջ է կանգնեցնելու։ Դեպաբար, սիրելի բարեկամներ, ավարտելով այս մասը, ես հիմա շատ կարճ կանդրադառնամ նաև մեր ռազմագերիներին։ Ինձ համար կրկնում եմ, այս հարցը քննարկելիս երբեք չեմ դիտարկել ընդդիմություն, իշխանություն, քաղաքականություն, աշխարհաքաղաքական կողմնորոշում, ովքեր են այնտեղ բանտարկված, ինչի համար են բանտարկված, ինչ են անում, ոնց են անում։ Ես այս հարցին նայում եմ հայ մարդու տեսանկյունից,
այնտեղ հայ մարդիկ են դատվում, այնտեղ դատվում է Հայաստանի Հանրապետությունը եւ այն խոցում է իմ արժանապատվությունը որպես հայ մարդու։ Ես ասում եմ պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց բերելու համար։ Ես ասում եմ նաեւ հետեւյալը, որ ես հասկանում եմ, որ այս իշխանությունը նման ռեսուրս չունի, այս իշխանությունը նման ներուժ չունի, այս իշխանությունը նման քաղաքական ազդեցություն ու հեղինակություն չունի այդ մարդկանց Ալիևի ճանկերից դուրս բերելու համար։ Ես շատ լավ հասկանում եմ։ Հետաբար նաև գիտակցում եմ, որ այսօր խորհրդարանում, երբ որ այս ուժերը մեկը մյուսին երեսին ինչ-որ բան են շպրտում ռազմագերիների մասով սեփական քաղաքական PR-ն են անում, ես ասում հանգստացեք։ Հայաստանի որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական թիմ, իշխանությունից սկսած որևէ ընդդիմադրից վերջացած չունի այդ ներուժն ու հեղինակությունը այս խնդիրը լուծելու համար։ Այս խնդիրը պետքա լուծվի աշխարհաքաղաքական մակարդակով։ Այս խնդրի լուծման նախադեպեր մենք ունեցել ենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Մի դեպք եմ ուզում հիշեցնել 94-96 թվականներին, երբ որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի այն ժամանակվա երբեմնյա ամենակարող պրիմակովը եկել էր Բաքվից իր հետ բերելով ռազմագերիների եւ Երևանից իր հետ Բաքու տանելով էլի ռազմագերիների կամ հակառակը Երևանից էր տարել ռազմագերիներ եւ այնտեղից վերադարձրել էր մեր գերիներին։ Ես չեմ ասում Ռուսաստանի դերակատարության մասին։ Այստեղ Ռուսաստանի խնդիրը այնքանով է վիճահարույց, որ նախ Ռուսաստանը կարող էր թույլ չտալ, որ այս իրավիճակին հասնեն եւ երկրորդ էլ եթե ցանկություն ունենար, նա կարող էր այս 3 տարիների ընթացքում կամ առնվազն 2023 թվականի սեպտեմբերից հետո լուծել այս հարցը։ Այսինքն այնպես չէր, որ Ռուսաստանը եթե ցանկանար չէր կարողանա որևէ միջամտություն ունենալ այս հարցում։ Այստեղ ավելի ես կուզենայի, որ հետևյալ խնդիրը մենք կարողանայինք քննարկել։ Եթե հնարավոր լիներ Վրաստանի միջնորդական ջանքերը այստեղ ակտիվացնել, եթե ոչ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների, այսինքն մեզ անհրաժեշտ է ազդեցիկ պետության կամ անհատի ներգրավում այս գործում, որը կարող է իր հեղինակությամբ, իր ազդեցիկությամբ համարժեք բանակցություններ վարել Ալիևի հետ։ Ժողովուրդ, ես իրավաբան եմ, ես շատ լավ հասկանում եմ։ Իհարկե, փաստաբանները յուրաքանչյուր փաստաբան կարող է անել իր գործը, բայց այս խնդիրը փաստաբանի խնդիր չի։ Այս գործը իրավական հարթության մեջ քննարկելը եւ լուծումներ որոնելը միամտություն է։ Առավել եւս Ադրբեջանի դեպքում, երբ որ Ադրբեջանից ակնկալել արդարադատություն, այնտեղ ի սկզբանե արդարադատություն չի իրականացվում, դա արդար դատաքննության բռնաբարում կարելի է ասել։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ մի բան, որ այդ մարդիկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատանդն են եւ այդ մարդը ցանկանում է մեծ գնով վաճառել այդ մարդկանց։ Այլ հարց է թե ով պետք է վճարի այդ գինը։ Ես ուզում եմ հետեւյալը, Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե Ալիևից մուրալն է այդ ռազմագերիներին, այլ միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կամ անհատների հետ բանակցությունների մեջ մտնելը, որոնց ազդեցությունը կգործադրվի Ալիևի վրա այդ խնդիրը լուծելու համար։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես չեմ ուզում վախեցնել, բայց ես շատ լավ գիտակցում եմ, որ Ալիևը գնալու ամենավերջին այդ մարդկանցից մեզ համար ամենայն դեպս ճանաչելի մարդկանց նա փորձելու է ցմահ ազատազրկման դատապարտել, փորձելու է մինչև վերջ կոտրել որևէ հույս։ Հասկանում ենք այս ամեն ինչը, բոլոր այդ պատանդարված անձանց բարեկամները, հարազատները պետքա սառնասրտորեն մոտիկանան այս ամեն ինչին։ Պետքա ամեն ինչ անել այդ մարդկանց ազատելու համար եւ պատանդարությունից վերադարձնելու համար։ Եվ հենց այս համատեքստում եմ ես ասում, որ այս համատեքստում абսուրդ է խոսել Ալիևի խաղաղասիրական նկարտումների մասին։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, այս առումով ես գտնում եմ հետևյալը. հասկանալով հանդերձ, որ Հայաստանի իշխանությունների ներուժը գրեթե զրոյական է, միաժամանակ պետք է ընդգծել, որոնել այլ միջոցներ, այլ պետությունների կամ այլ անձանց կամ կազմակերպությունների ներուժը, որոնք կարողունակ են այս գործընթացում օգտագործելու եւ արդյունք ապահովելու համար։ Եվ փորձելով ավարտել
1-2 բան ասեմ եւ ավարտեմ այսօրվա մեր եթերը, սիրելի բարեկամներ, դուք գիտեք, որ մարտի 30-ին թե 31-ին Գյումրիում ընթանալու են տեղի ունենալու ավական ընտրություններ։ Ես մշտապես այն կարծիքն եմ ունեցել, որ ավական ընտրությունները դրանք դեռևս բավարար չեն քաղաքական դաշտի ընդհանուր մակետը հասկանալու համար, բայց Գյումրին իր կոլորիտով եւ իր մեծությամբ որոշակի այնուամենայնիվ հետաքրքրություն ներկայացնում է։ Մենք հետևում ենք այս գործընթացներին, տեսնենք թե ինչպիսի արդյունքներ կարձանագրվեն եւ մեր հետևությունները կանենք։ Մենք ընդհանրապես մի բան ենք ուզում արձանագրել, հետեւյալը, որ պետք է ամեն ինչ անել, որ որևէ ընտրախախտում տեղի չունենա, որևէ վարչական ռեսուրսի կիրառում տեղի չունենա եւ եթե այո մեր հասարակությունը իր ձայնը տա այնպիսի քաղաքական թիմի ներկայացուցիչի, որը իսկապես վայելում է իր ժողովրդի վստահությունը։ Այս առումով ես ընդհանրապես ակնկալում եմ, որ ազատ արդար թափանցիկ ընտրություններ լինեն եւ դատելով հանրային տրամադրություններից եւ Գյումրի մշտապես գնալ գալու եւ մարդկանց հետ շփվելու իրողությունից ես չգիտեմ թե մեր ժողովրդը ինչու պետք է գործող իշխանությանը նորից վերարտադրվելու հնարավորություն տա։ Կապրենք, կտեսնենք եւ թե ինչ կլինի։ Եվ վերջում սիրելի բարեկամներ, 1-2 բանի մասին եմ ուզում խոսել։ Այս քոչարանականների Սերժ Սարգսյանների կողմից երբեմն մեր հանդեպ ուղված քննադատություններից մեկն էլ նա է, որ ես ինքս 2018-19 թվականներին երբեմն գործող իշխանության վարած քաղաքականության նկատմամբ մեղմ են վերաբերվել կամ դրական են վերաբերվել։ Ժորժ ջան, նախ այսպես մի կարճ բան ասեմ, էլի, երբ որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, երբ որ նա հայտարարում էր, որ մենք պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, կոռուպցիոնիստերի դեմ, ես դուրս գայի ասեի, չէ, մի պայքարեք կոռուպցիայի դեմ, մի կոռուպցիոնիստերի դեմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք օրինականություն պետք է հաստատենք, երկրում խաղի արդար կանոններ պետք է հաստատենք, ասեի, չէ, մի հաստատեք, այսինքն բոլորի մոտ մեր ժողովրդի 99%-ի, այդ թվում նաև այսօրվա թուն դնդիմադրիների, այդ թվում նաև հանրապետականների, ՀՅԴ-ի, քոչարյանականների բոլորի մոտ դրական սպասելիքները ձևավորվել են։ Երբ հասկացանք, որ այս մարդիկ սուտ են խոսում, այս մարդիկ ընդհանրապես զբաղված են պոպուլիզմով, ես շատ արագ հասկացա եւ շատ արագ ասեցի, որ այս մարդիկ բացարձակապես պատկերացում չունեն պետական կառավարման հետ, պետության խնդիրների հետ, ներքին մարտահրավերների հետ, արտաքին մարտահրավերների հետ եւ հիմա ուղղակիորեն ասում եմ հետեւյալը, որ այս իշխանությունը սպառված իշխանություն է։ Այս իշխանությունը այլևս որևէ ռեսուրս չունի, որևէ դրական քայլ կատարելու արմատապես փոխելու պետության զարգացման որակը։ Եվ դրա առհավատչան հետեւյալն է, Նիկոլ, ուշադրիր լսի հիմա ինչ եմ ասում, անկեղծ եմ ասում։ Եթե 6 տարի առաջ, 7 տարի առաջ, 8 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 2006 թվականին, երբ որ դու սկսեցիր քաղաքական գործունեությունը, եթե մեկը ինձ ասեր, որ մի օր Նիկոլը գալու է իշխանության, ու Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական թիմի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ, ես կասեի, այս մարդիկ խելագար են, ես կասեի, որ մենք գործ ունենք քաղաքական մանկամտության հետ, որ կասեի, այս մարդիկ պարզապես, չգիտեմ, մոլագարներ են, իրենց երևակայությունը ուղղակի անսպառ է։ Եվ ես երեք նայում էի ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանին, երբ որ դες արդեն չգիտես քանի անգամ ինչ հարթակներով, ինչ ձևաչափերով, լրագրողական հետաքննություններով դնում են ձեր առաջ, որ ասում են այդ անիֆի միլիարդավոր դրամների յուրացում ասեք, վատնում ասեք, սեփական թիմակիցների միջև բաժանել ասեք, ոնց ուզում եք ասեք, կոռուպցիան է ձեր ասած պոզով պոչով է լինում, հա։ Էլ ոնց բացատրենք։ Ես չէի պատկերացնի, որ Քոչարյանի կողմնակիցները ձեզ կմեղադրեն կոռուպցիայի մեջ։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը մի անգամ պատերազմից հետո ասում էր. «Արա, ես ասում եմ քո տեղը լինեի, ինքնասպան կլինեի»։ Հիմա անկեղծ եմ ասում, դուք ինչ զգացողություն ունեք, երբ որ Քոչարյանի իշխանության ներկայացուցիչները ղեկավար կամ նրա թիմակիցները ձեզ մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Անկեղծ եմ, էլի ուզում եմ հասկանամ, էլի։ Այդ կոռուպցիոն երևույթները մենակ այդ անիֆի մասին չեն։
ձեր մարզերը, ձեր մերձավոր շրջապատին նայեք, ձեր շրջապատի ներկայացուցիչներին նայեք, տեսեք ով ինչով է սկսել զբաղվել։ Եվ այդ արատավոր շղթան, որ եկավ Սերժ Սարգսյանից, տրամաբանական, նրանից էլ եկավ Ռոբերտ Քոչարյանից, նրանից եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից, ցավոք սրտի այդ արատավոր շղթան կտրել չի լինում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, սիրելի ժողովուրդ, որ մենք չենք ստեղծել արդյունավետ պետություն, որ մենք իսկապես չստեղծեցինք մեր ժողովրդին արժանի իշխանություն, որ մենք իսկապես չստեղծեցինք այս տարիների ընթացքում ինստիտուտներ, համակարգեր, մենք չստեղծեցինք մեր վարքականոնը փոխելու նախադրյալներ, ենթակառուցվածքներ։ Սիրելի բարեկամներ, մեզ որակապես նոր պետություն է անհրաժեշտ ստեղծել, որակապես նոր պետություն, հաստատակական հարաբերությունների կարգավորման նոր մեխանիզմ է պետք ներդնել, մարդկային հարաբերությունների գործընթացում նոր միջավայր, նոր մշակույթ է պետք դնել, սկսած այդ գործ տալու ինստիտուտից հրաժարվելու, սկսած օրենք հարգելու, սկսած Հայաստանի Հանրապետության ոստիկանին հարգելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու, հարգեր տալու, աշխատանքային հարաբերություններ, գործատու աշխատող հարաբերություններից, վերջացած գյուղացում, չգիտեմ, կյանքի որակը փոխելու, պետություն, հասարակություն, իշխանություն, հասարակություն հարաբերությունները վերափոխելու, չգիտեմ, շատ բան կա անելու։ Ես մի բան կարող եմ ասել ու ավարտենք այսօր, սիրելի բարեկամներ։ Ես երբեք չեմ ցանկացել որևէ իշխանության ձախողում։ Միայն թշնամին կարող է ցանկանալ, որ իր երկրի իշխանությունը ձախողվի։ Ես չեմ ցանկացել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ձախողվի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ձախողվի, Սերժ Սարգսյանի իշխանությունը ձախողվի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողվի, որովհետև երբ որ քո պետության իշխանությունը ձախողվում է, դրա դառը հետևանքները կրում է դու, քո ընտանիքը, քո հարազատները, քո հայրենակիցները եւ ամբողջ ժողովուրդը, ամբողջ պետությունը։ Այս իշխանությունը իր նախորդերի նման ձախողել է մեր պետության կառավարումը, հետեւաբար մենք պետք է պատրաստվենք հաջորդ ընտրությունների ժամանակ որակապես նոր իշխանություն ձևավորելու։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետությունում կան տաղանդավոր, քաղաքակիրթ, կրթված, բանիմաց, խելացի, հեռանկարային, անխոցելի, չվարկաբեկված, ձեռքերները մաքուր մարդիկ։ Ես ինձ միայն նկատի չունեմ, բազմաթիվ մեր տեսադաշտում կան մարդիկ, որոնց հետ հնարավոր է ձևավորել այնպիսի քաղաքական միավոր, որը իսկապես հաղթողի դիրքերից հանդես կգա եւ մեր ժողովրդին կներկայացնի իրական քաղաքական այլընտրանք։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը չի մնա Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան այս փակուղային եռանկյունու մեջ եւ մեր ժողովուրդը իսկապես քաղաքական հանդգնություն դրսևորի եւ դուրս կգա այս արատավոր շղթայից եւ կձևավորի իրեն արժանի իշխանություն։ Հավատում եմ ձեր իմաստնությանը, սիրելի բարեկամներ, խնդրեմ, որ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, կիսվեք, որտեղ մենք չունենք լրատվական միջոցները Ռոբերտ Քոչարյանի պես, Սերժ Սարգսյանի պես, չունենք նրանց միլիոններն ու միլիարդները, որպեսզի կարողանանք տարբեր քարոզչական նյութերի համար միջոցներ ծախսել, մեր հնարավորությունները շատ սահմանափակ է, ուստի կխնդրենք, որ հնարավորինս շատ տարածել, որպեսզի շատ մարդիկ ծանոթ լինեն կամ ծանոթանան մեր տեսակետներին։ Եվ ավանդույթի ուժով վերջում, սիրելի բարեկամներ, ես եմ խոնարհում, եմ բերում Հայաստանի Հանրապետության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր հայրենակիցների լուսավոր հիշատակի առաջ եւ փառք ու պատիվ այս պահին Հայաստանի Հանրապետության սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորներին, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, անկախ քաղաքական իշխանության նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից, անկախ բանակում առկա թերություններից, բացթողումներից, դրանք շատ են, բազմաթիվ են, սիրելի բարեկամներ, մեր սրբազան պարտքն է մեզանից յուրաքանչյուրից սկսած մեր վարքագծով ամեն ինչ անել բանակի հեղինակությունը, բանակի պատիվն ու հարգանքը մշտապես բարձր պահելու համար։ Բանակում լրջագույն խնդիրներ կան, ես մի օր հատուկ խոսելու եմ այդ բանակում առկա խնդիրների մասին, բայց ես ուզում եմ մի բան ասել։ Եթե կա մեզանից կախված մի բան, որով հնարավոր կլինի
վերականգնել մեր բանակը, երբեմն հզորությունն է, հեղինակությունը, եկեք ամեն ինչ անենք մեր բանակի, մեր զինվորի, մեր գեներալների, մեր սպայական կազմի ազդեցությունը, հեղինակությունը վերականգնելու համար։ Հարգանքներս ձեզ, սիրելի բարեկամներ, լավ մնացեք, մինչ նոր հանդիպում, հույս ունեմ առաջիկայում մենք կհանդիպենք։ Հարգանքներս ձեզ, բարի գիշեր։